Աստված միշտ բարին է կամենում, հա, եւ Աստծո կամքը անփոփոխ բարի է։ Երբեք չի փոխվում։ Եվ դրանով էլ պայմանավորվում է Աստծո անսահման ազատությունը։ Քանի որ Աստված բարին է կամենում, եւ ինքն էլ բարու արարիչն է, բարու ստեղծիչն է, բարու աղբյուրն է, այդ պատճառով իր բարությունը անկաշկանդ է, անսահման է, ազատ է, ինքն է բարու աղբյուրը, ինքն է բարու տերը, ինքն է բարու արարիչը եւ ազատ անսահման բարի ունի Աստված։ Եվ իր կամքը անփոփոխ բարի է։ Այդ պատճառով Աստծո կամքը, Աստծո ազատությունը երբեք չի կաշկանդվում, որտեղ բարին է կամենում Աստված միշտ եւ բարին է միշտ գործում։ Եվ պատկերացրեք Աստվածային բարու այդ ակունքից, ազատությունից, երջանկությունից առաջացան արարածները։ Հիմա արարածների մեջ կամքը ինչպիսին պիտի լինի, ազատությունը ինչպիսին պետք է լինի։ Աստծո պարագային մենք հասկացանք, որ Աստծո ազատությունն ու կամքը երբեք չի կաշկանդվում, չի սահմանափակվում, քանի որ Աստված ինքն է արարիչը, իր ազատությունն ու կամքը միշտ բարի է, միշտ անսահման է։ Աստծո արարածների մեջ հիմնականում կենդանիներն են, բույսերն են եւ մարդիկ ու հրեշտակներ, չէ՞։ Տեսեք, տարբեր աստիճանակարգում։ Բույսերը ինչ են, աճում են։ Կենդանիները զգում են, մարդիկ աճում են, զգում են եւ մտածում են։ Հրեշտակները եւս մտածում են, բայց չունեն մարմին։ Այս ինչու է մեզ բոլորը ես ասում եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես է ամեն մի արարածի մեջ կամքը դրսևորվում եւ ազատությունը իրագործվում։ Բույսերն ու կենդանիները չունեն կամք։ Արիստոտելն ասում է, այն արարածը, որ ասում է ես կամ, ունի կամք, բայց կենդանին չի կարող ասել ես գոյություն ունեմ։ Կամք բառը դա իրականում գոյությունն է, կամն է, հա։ Կենդանիները չեն կարող ասել, որ ես կամ, որտեղ իրենք չունեն կամք, որտեղ իրենք ընտրության հնարավորություն չունեն։ Նույնն էլ բույսերը չունեն ընտրության հնարավորություն։ Իրենց մեջ ի սկզբանե Աստծո կողմից դրված է համակարգ։ Մենք դա կոչում ենք բնաստ, չէ՞։ Բնաստ Աստծո կողմից դրված է աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը։ Ամեն բույս, ամեն կենդանի իր մեջ բազմանալու սերմն ունի, բայց մարդը հենց սկզբից դրախտում է դրված ընտրության հնարավորություն ունեցավ։ Այդ բարու եւ չարի գիտության ծառնիչը իր ընտրության հնարավորությունը իրագործելու միջոց, որպեսզի մարդը կամավորապես ընտրի բարին, Աստծո կամքին հնազանդ լինի եւ իր ընտրության հնարավորությունը կամ կամքը հետագայում չկաշկանդվի չարով, որտեղ երբ որ դու չարն ես գործում, քո ընտրության հնարավորությունը սահմանափակում ես, Աստծուց հեռանում ես, տեսնեք, մենք ասացինք, որ ազատ, քանի որ Աստված բարին է գործում, բարին է կամենում, դրա համար ազատ է, բայց մարդը տեսեք բարին չգործեց եւ իր ընտրության հնարավորությունը կաշկանդվեց, ազատությունը կորցրեց։ Հրեշտակները ինչպիսին են։ Հրեշտակները ընտրության հնարավորություն ունեն, բայց նրանց ընտրության հնարավորությունը միակն է։ Միակ անգամ ընտրելու հնարավորություն են։ Մարդը շատ անգամ ընտրելու հնարավորությունը չէ։ Մարդը երբեմն բարին է ընտրում, երբեմն չարն է ընտրում, անգամ արգելված պտուղ երբ որ ընտրեց, մարդու վերջը դա չեղավ ընտրության հնարավորության իմաստով, որովհետև ընտրեց մահը, այո, Աստված ասեց ուտես կմեռնես, ընտրեց մահը
եւ մեռավ, բայց հետո Քրիստոսով կենթանացավ, չէ՞, Ադամը։ 3 Ադամի տոններ, նախահայրերի տոններ, հա։ Մենք Ադամին տոնախմբում ենք իբրև սուրբ, պատկերացնում եք, որտեղ Քրիստոսով հենց առաջին Ադամը փրկվեց։ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակա, Հակոբա, այսինքն այս նախահայրերին մենք տոնախմբում ենք իբրև սուրբ, որտեղ Քրիստոսով փրկվեցին։ Թեպետ մարդը իր ընտրության հնարավորությունը իչարը օգտագործեց, բայց հետո հետ դարձավ։ Իսկ հրեշտակները այդպիսի հնարավորություն չունեն։ Իրենք մեկ անգամ ընտրում են եւ այլևս ընտրելու հնարավորություն չունեն, որտեղ չունեն մարմին, այլ հոգի են միայն։ Բարի հրեշտակները ընտրեցին բարին, մնացին բարու մեջ։ Չար հրեշտակները ընտրեցին չարը, մնացին չարի մեջ։ Հիմա, քանի որ Աստված ինքը բարի է եւ բարին է կամոնում, արարչությունն էլ ամեն ինչ բարի ստեղծեց, բայց արարչությունը մի պահ մարդկանց իմաստով եւ անկյալ հրեշտակների իմաստով այդ Աստծո արարչության բարությունից մի թեթև հեռացավ։ Բայց քանի որ Աստված ամենակարող է, ուրեմն Աստծո ամենակարողությունը հնարավորություն է տալիս շտկելու արարչության այս շեղումը։ Շեղում չասեմ, մարդիկ եւ հրեշտակների մի մասը հեռացան Աստծուց, բայց Աստված կարողացավ իր միածին որդու միջոցով հետ բերել մեզ։ Այս ծայ է հենց նախախնամությունը։ Աստված արարիչ է, Աստված է։ Աստված նշանակում է աստած, այստեղ հաստատեց, այստեղ ստեղծեց, արարեց, ստեղծեց։ Եվ ոչ միայն ստեղծեց, այլ նաև նախախամել նշանակում է պահպանել, ավարտին հասցնել։ Տեսեք, ծնողներ իրենց զավակներին լույս աշխարհ են բերում, բայց իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրենց զավակներն են, պետք է հասցնեն նպատակին, հա։ Հատկապես հայ ծնողը մինչև իր գլուխը չդնի մահվան մահճին, իր երեխայի մասին չի դադարում մտածելուց, չէ՞։ Այդպես էլ Աստված է, ոչ միայն արարել է, այլ նաև դեպի նպատակին են հասցնում։ Մարդու արարման նպատակն ինչ է, հավիտենական կյանքը։ Մարդու արարման նպատակն ինչ է, Աստծո հետ միավորվելը, որտեվ յուրաքանչյուր ծնող էլ իր զավակին ստեղծում է, որ իր հետ լինի, չէ՞։ Իր մի մասնիկն է, այդպես էլ մենք Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված։ Աստծո արարչության նպատակը մարդուն հասցնել վերջնական երանությանը, երջանկությանը, իսկ առանց Աստծո չկա երանություն ու երջանկություն։ Մի պահ խափանվեց Աստծո այս գործընթացը մարդու ընտրության հնարավորության պատճառով, հա։ Մարդը ընտրեց չարը, մի պահ հեռացավ, բայց Աստված կրկին վերականգնեց ամեն ինչ, եւ հիմա երկրորդ իմաստով ենք մենք ընտրության հնարավորություն։ Մենք Ադամի սխալը չպետք է կրկնենք։ Չար ու բարի գիտության ծառից արգելված պետք է չպետք է ճաշակենք, որովհետեւ այդ դասը մենք արդեն քաղել ենք։ Մենք Քրիստոսի արյան գինն ենք, պատվական արյան գինն ենք, մենք չպետք է հեռանանք Տիրոջից։ Մենք պետք է պահենք պատվիրանը, պետք է ընթանանք հավիտենական կյանքում։ Երբ որ մենք բարին ենք գործում, Աստվածանման ենք լինում։ Ինչու՞։ Որտեղ Աստվածը բարին է գործում եւ ազատ է։ Բայց երբ որ մենք չար ենք գործնում, չարանման ենք լինում, չարն էլ գործեց եւ իր ազատությունը կորցրեց։ Վտարվեց երկնքից, իջավ դժոխք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ երբեմն մարդիկ մտածում են, որ ինչ ուզեն անեն, այն ժամանակ ազատ են, չէ՞։ Ինչ ուզես անես, դա ազատություն չէ։ Այդ ճշմարտությունը, երբ որ դու բարին ես գործում, նա սա է ազատությունը։ Երբ որ Ադամն ու Եվան արգելված պտուղը կերան, ում թելադրանքով կերան։ Օծի թելադրանքով կերան, չէ՞, մեզ թվում է, թե իրենք արեցին այն, ինչ որ ուզում էին, այսինքն իրենց ազատ կամքով արեցին, չէ՞, բայց իրականում այդ կամքը ազատ չէր, այլ թելադրված էր։
Այսինքն, երբ որ դու չարը գործում ես, արդեն չարի թելադրանքի տակ ես, ազատություն չունես, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Այդպես էլ նույնն էլ ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Ուզես չուզես, որտեղ մեղքի ծառայության մեջ մտնելով ես դու մեղք գործում։ Եթե դու մեղքի ծառայության մեջ չմտնես, մեղք չես գործի։ Մեղքը ազատության ավարտի սկիզբն է։ Երբ որ դու քո ազատությունը կորցում ես, մեղք ես գործում։ Բայց երբ որ դու ազատությունը չկորցես, մեղք չես գործի։ Ախա մի քիչ շատ փիլիսոփայական երևի եղավ երեխեք ջան, բայց այս հարցն այնց լուրջ հարց է, որ ուրիշ կերպ ես չեմ կարող խոսել, հա։ Ուրեմն այս հենց Աստվածային նախախնամությունն ինձ է, որ մենք նմանվենք Աստծուն, որ մենք չկորցնենք մեր ազատությունը, որ մենք բարին գործենք։ Երբ որ դու բարին ես գործում, Աստծո կամքի մեջ ես, իսկ Աստված ամեն ինչ է կամենում։ Իսկ եթե Աստված ամեն ինչ է կամենում եւ դու էլ Աստծո կամքի մի մասնիկ ես դարձել, պատկերացեք հրեշտակներ, բարի հրեշտակներ երկնքում ինչպիսին են։ Իրենք ունեն իրենց կամքը, բայց չունեն այլևս, որտեղ իրենք իրենց կամքը հանձնել են Աստծուն եւ Աստծո կամքն են կատարում եւ իրենք երջանիկ են, հա։ Ասում են մեկ մի անգամ մենք ընտրեցինք, այսինքն ոմանք ընտրեցին հրեշտակները իրենց կամքը, հա, ասեցին Աստծուն նման լինենք, վտարվեցին երկնքում։ Հիմա մենք էլ չենք ուզում մեր կամքը գործենք։ Մենք մեր կամքը հանձնել ենք քեզ Տեր ու սիրով անում ենք քո կամքը ու երջանիկ ենք։ Եվ այդ Աստծո կամքի իրագործման մեջ կա միաբանություն, սեր, ներդաշնակություն երկնքում։ Եվ մենք այլմերի ժամանակ ինչ ենք ասում միշտ, ասում ենք թող քո կամքը լինի երկրի վրա, այնպես ինչպես երկնքում է։ Այսինքն ինչ տարբեր է ոնց որ լինում երկնքում երկրի վրա։ Երկնքում Աստծո կամքը մեկն է։ Աստված միշտ բարին է կամենում եւ կատարում է։ Երկրի վրա Աստծո այդ բարի մեկ կամքը ոնց որ երկատվի։ Աստված բարին կամենում է, չարը թույլ է տալիս։ Չար ասելով հիվանդություն, նեղություն, մահտարաժամ, երկրաշարժ, ավերած, կոտորած պատերազմներ, Աստված չի կամենում դրանք, բայց թույլ է տալիս։ Վերջնական նպատակը երի բարի է։ Իհարկե այնքան ծանր այդ ավերածը, կոտորածը, մենք վերջին կարծես չենք հասնում, վերջը չենք տեսնում, քանի որ երկայնամիտ չենք Աստծո նման, հեռուն չենք տեսնում։ Եվ այդպես չենք հասնում վերջին, բայց երբ որ մենք Աստծո նման երկայնամիտ լինենք, հեռուն տեսնենք, Աստվածային նախախնամության մեջ կընկնենք։ Հեթանոսության մեջ կար ճակատագրապաշտություն։ Ինչ է նշանակում ճակատագրապաշտություն։ Ընդգծված գաղափարախոսություն էր։ Մարդը ազատություն չունի։ Ճակատիտ, ինչ գրված է, պիտի կատարվի։ Ճակատագրապաշտություն, պաշտում են ճակատագիրը։ Եվ հեթանոսական բոլոր երկերը, հա, դե հեթանոսության ժամանակ էլ են, չէ, երկեր գրվել, գործեր գրվել, հա, ճակատագրապաշտական երկեր են։ Օրինակ Էվրիպիդեսի, Էսքիլեսի եւ մյուս երկերը ինչի մասն են, որ դու ուր էլ գնաս, ոնց էլ փախչես, թուկո ճակատագրից չես կարող փախչես։ Եվ այդ ճակատագիրը կարծես մի հատ սև անցք լիներ, մարդու ուր էլ դատվեր իր ճակատագրին էր դառնալու, բայց մենք ասում ենք չկա ճակատագիր։ Հենց Ադամի պատմությունից ասում ենք, որ Աստված ասաց ընտրիր, որն ես ուզում, չարն ես ուզում, թե բարին ես ուզում, բայց երբ որ դու ընտրեցիր չարը կմեռնես, բարին ընտրեցիր կապրես։ Եվ ամեն օր նույն պատմությունն է մեր մեջ։ Եթե մենք բարին ենք ընտրում, ապրում ենք, ազատ ենք, կաշկանդ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք։ Չարն ենք ընտրում, մտքից սկսած արդեն ծառայության մեջ ենք ընկնում։ Մենք սիրտ մարմին, չէ՞, դա մեխանիզմը մեղքի։ Միտք սիրտ մարմին, հա։ Մենք ամեն հանգրվանում պետք է չարի դեմ պայքարենք, հատկապես մտքում։ Սիրտն ու մարմինն էլ ուժեղ պետք է պահենք, որ հանգարց մեղքի մեջ չընկնենք։ Եվ որ ազատ լինենք, եւ Աստվածային նախախնամության մեջ լինենք։ Երբ որ մենք բարին ենք գործում, Աստծո ափի մեջ ենք։
Իսկ Աստծո ափը ինչով է սահմանափակվում, սահմանը ո՞րն է Աստծո ափի, Աստծո ափի սահմանը պատվիրաններն են, երբ որ մենք բարին ենք գործում, Աստծո ափի պատվիրանների սահմանի մեջ ենք, բայց երբ որ մենք չարն ենք գործում, պատկերացրեք Աստծո ափը ինչքան բարձր է, այդ բարձրությունից ընկնում ենք, սա դրախտն է, չէ՞, Ադամն էլ դրախտից ընկավ, ուր երկիր ընկավ, հետո էլ դժոխք իջավ, բայց եթե պատվիրանը պահեր, այս Աստծո ափի մեջ կլիներ, Աստծո ափի սահմանը ո՞րն է, պատվիրաններն են, պատվիրանները դրանք պահպանություն են, եթե մենք պահում ենք պատվիրանը, ուրեմն Աստծո ափի մեջ ենք, եւ սա հենց Աստվածային նախախնամությունն է, բայց երբ որ մենք դուրս ենք գալիս, այլ ափից ընկնում ենք եւ Աստվածային նախախնամությունից դուրս ենք գալիս, Աստված մեզ ասում անկար կոտրվեցիր, բա գիտես հեշտ է բարձրանալը, ոնց որ ընկել ես, նենց էլ պիտի բարձրանաս, ինչպես Ադամը կես աստիճան էր երկնքից հեռու, դրախտը ինչ էր, կես աստիճան, մի պատվիրան պիտի պահեր, մտներ երկինք, բայց ընկավ երկիր 9 աստիճան, կես աստիճան դժոխքից էր հեռու, հետո էլ դժոխք իջավ, տեսնում եք երկնքի ու դժոխքի տարբերությունը 10 աստիճան, երկնքից դրախտ, դրախտից երկիր, երկրից դժոխք, ուրեմն եթե մենք ուզում ենք Աստվածային նախախնամության մեջ լինել եւ ազատությունը մեր անկաշկանություն չկորցնել, պիտի պատվիրանը պահենք, պատվիրանը թե մինչև վերջ պահեցիք, նախ դրախտի մեջ կգտնվենք, հետո կմտնենք երկինք, ամեն